Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտացվի Ղուկասու ավետարանին 9-րդ գլուխեն 57-ն մինչև վերջ 62։ Ու երբ անոնք ջամփան երթային, մեկը ըսավ անոր. «Դեր քու յետևետ կամ ուր որ երթաս»։ Եվ Հիսուս ըսավ անոր. «Աղվեսները որ չեր ունին ու երկինքի թռչունները փույներ, բայց որդի մարդո դեղ մչունի ուր իր գլուխը տնե»։ Ուրիշի մնալ ըսավ. «Եկուր իմ ետևես»։ Անալ ըսավ. «Տեր, ինձի հրաման տուր, որ առաջ երթամ իմ հայրս թաղեմ»։ Հիսուս ըսավ անոր. «Թող դուր մերելներուն, որ թաղեն իրենց մերելները, բայց դու գնա Աստուծո թագավորությունը քարոզե»։ Ուրիշ մնալ ըսավ. «Տեր, ես քու ետևետ պիտի կամ, բայց ինձի հրաման տուր, որ առաջ իմ տանս մեջ եղողներուն հրաժարական ողջույն տամ»։ Հիսուս ըսավ անոր. «Ոչ մեկը իր ձեռքը մաջին վրա գտնե ու ետին գնայի, Աստծո թագավորությանը հարմար է»։ Ուրիշ ավետարանիչը այս գնդակարակրե եւ գսե դերը թող դուր մերելներուն, որ թաղեն իրենց մերելները, թուն իմ ետևես եկուր։ Նույնս պիտի ըլլա աբրո ու կորձո մերելները։ Գարտացված հատվածի մեջ, ինչպես նշմարեցինք, 3 անձեր կներկայացնե ավետարանիչը, որոնց մե երկուքը ուզեցին Հիսուսի հետևել եւ երրորդ մնալ Հիսուս ինք գոչ ըրավ, ինչպես ուրիշ ավետարանիչը գսե։ Հոս գոչը երկրորդին ուղված է։ Գսե եկուր իմ ետևես։ Գոչը ըստացողնալ պայման թրավ հետևելու։ Եվ այսօր որքան մարդիկ պայմաններ գտնեն Հիսուսի հետևելու համար։ Եվ Տերը դարօրինակ պատասխան մգուտա հիշյալ մարդուն, որ պայման թրած էր։ Գսե, թող դուր մերելներուն, որ թաղեն իրենց մերելները։ Ինչպես մերածները մերելներ կթաղեն։ Եթե ուզենք Հիսուսի միտքը հասկանալ, այն ադեմ բարձ գլլա եւ դժվարություն չենք ունենալ։ Անոր համար մեր Տիրոջ այս խոսքերը մեր խորհրդածության նյութը պիտի դարձնենք, հիմք ունենալով Աստվածաշունչի ողջամիտ վարդապետությունը եւ Աստվածաշունչեն բավական վկաներ պիտի կանչենք, որոնք մեզի պիտի ասեն, թե իրենք աբրող ու կորձո մերելներ են։ Ասոցպե ոմանք գենթանացան իրենց մերած վիճակեն, ոմանք ալ մերած մնացին ու հավիտենականության անցան։ Անոնք երբ ֆիզիկապես գաբրեին, կործեցին, խոսեցան, քրեցին, զանազան ծառայություններով միջև իսկ ծախսեցին դվին, սակայն մերած էին ու մերածալ կացին անցան հավիտենականության։ Եկեք տեսնենք, թե մարդուն մեջ ինչը մերած է, որ ան միևնույն ադեն գրնա կործել, խոսիլ, քրել, ապրիլ, ինչ որ գուզեք գնե, որպեսզի հասկանանք մեր Տիրոջ միտքը։ Մենք գիտենք, որ մարդը 3 մասերը կփաղկանա։ Եթե կարդանք առաջին Թեսաղոնիկեցոց 5-րդ գլուխին 20-րդ համարը, հոնդեղը գսե առաջին Թեսաղոնիկեցիս 5:23 Եվ ինք խաղաղության ասվածը բողոսարակյալ աղոտ կմատուցան է, գսե, եւ ինք խաղաղության ասվածը ցեզ բոլորովին սուրբն է, ու ցեր բոլոր հոգին եւ շունչը ու մարմինը անարատ բավի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալու ադենը։ Մարդը 3 մասեր է Գարձեցյալ Եհովայի վկաները լավ թող լսեն, հոգի, շունչ եւ մարմին։
Սիխի, պնևմա և սոմա, հունարեն բնակիրը գսե։ Հոգին և շունչը այն հոգևոր ընդունակություններն են, որոնց միջոցով մարդը Աստուծո հետ կհաղորդակցի, զայն գբաշտե և անոր անվան պարքին համար գաբրի, անոր գամքին գհնազանթի։ Այդ հոգևոր ընդունակություններն են միտքը, գիտակցական զգացում, խիղճը, գամքը և խոսիլը։ Երբ կգարտանք, որ Աստված մարդը իր պատկերով ստեղծեց, հոգևոր ընդունակություններուն ակնարկեց, որովհետև Աստված ևս այս ընդունակությունները ունի, ան գխորի, ուր գրված է, իմ խորհուրդներս ձեր խորհուրդները չեն գսե դերը։ Աստված գիտակցական զգացում ունի, սիրելու, ադելու, դրտմելու և ուրախանալու ընդունակությունը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Աստված կսիրե մարդուն, նաև գադե մեղքը։ Ան խիղճ ունի։ Խիղճը բարին չարեն զանազանելու ընդունակությունն է։ 19-րդ Սաղմոսի մեջ բազմաթիվ հատվածներ կան, գսե դերոջը կանոնները շիդակ են, սիրտը կուրախացնեն, դերոջը պատվիրանքները պայծառ են, աչքերուն լույս կուտան, դերոջը վախը սուրբ է, հավիտյան կմնա, դերոջը դատաստանները ճշմարիտ են ու բոլորովին արդար։ Աստված կամք ունի։ Եփեսացիս 1-րդ գլուխի մեջ կգարտանք, առաջին գլուխի մեջ, որով մենք հալ ժառանգություն արինք, առաջվնե որոշված լալով, անոր նախասահմանությունովը, որ ամեն բան իր կամքին խորհուրդովը իքորց գտնե։ Աստված նաև գխոսի, հավատքով կիմանանք գսե Եբրայեցիներ թուղթին հեղինակը, հավատքով կիմանանք, թե աշխարհ Աստուծո խոսքովը ստեղծվեցավ, կամ հաստատվեցավ, ու աներևույթ բաներեն այս երևցածները եղան։ Եբրայեցիներ 11:3։ Ան ըսավ լույսը լա և լույս եղավ, ըսավ գխոսի Աստված, որով մարդնալ այս հոգևոր ընդունակություններով ստեղծված է, որպեսզի Աստուծո հետ հաղորդակցի։ Մենք Աստուծո հետ չենք հաղորդակցի ֆիզիկապես, մեր հոգին կհաղորդակցի, մեր միտքը, մեր զգացումները, մեր խիղճը կհաղորդակցի անոր հետ։ Աստված այսպես ստեղծեց, որ բաշտեք զայն։ Աստված հոգի է և իրեն երկրպագողներուն ալ պետք է, որ հոգիով ու ճշմարտությունով երկրպագություն ունեն, ըսավ մեր Տերը Սամարացի կնոջ, Հովհաննես 3:24։ Ադամ նախքան մեղանչելը Տերը հետևյալը ըսած էր. Բարդեզին ամեն ծառեն համարձակ էր, բայց փարվող ու չարի գիտության ծառեն մի ուտեր, քանզի այն օրը որ անգե ուտես, անշուշտ պիտի մեռնիս։ Ադամ գերավ, այո գերավ, մեռավ, 930 տարիներ ապրեցավ։ Ինչը մեռավ, ինչը հոգին։ Մարդուն էության մեջ եղող այդ հոգևոր ընդունակությունները, որու միջոցով Աստուծո հետ կհաղորդակցեր, անիգա մեռավ, հոգին մեռավ։ Մեռած հոգին չի կրնար Աստուծո համար ապրիլ, անկարելի է։ Մեռած հոգին իր եսին համար կապրի, իր ցանկություններուն համար կապրի, միայն ու միայն։ Մարդը այդ վիճակի մեջ կրնա եկեղեցի հաճախել, հայր մերսել, բարեգործություններ կատարել, մինչև իսկ գրոնասեր ըլլալ, սակայն այս բաները գացությունը չփոխեր։
անոր մերած հոգին առնչությամբ։ Մերած հոգին պետք է նորեն ծնանի, գենթանանա ու նոր ստեղծված դառնա։ Առաքյալը գսե, եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծված մնե։ Հիներ անցան եւ ամեն բան նոր եղան։ Ինչը նոր եղավ, ինչ բանը նոր եղավ, հոգին, նորեն գենթանացավ։ Եվ որովհետև հոգին նորեն ծնացավ, գենթանացավ, այն ադեն անգե հետո մարդուն վարմունքը կփոխվի, խորհուրդները կփոխվի, որովհետև հոս հոգին միտքը գենթանացավ, խոսքերը կփոխվի, ամեն բան կփոխվի։ Դեր Հիսուս գրոնասեր, դաջարասեր եւ լավակույն համայնքի մեջ Փարսասիջան Բաշտոնի վրա եղող Նիկոդիմոսին երբ ըսավ, պետք է քեզի նորեն ծնանիս, որբեսի Աստուծո թագավորությունը ժառանգես։ Ինչը պետք է նորեն ծնանի, մարդը դարիքոտ ձեր մարդ մնե, ինչը պետք է նորեն ծնանի, անոր մերած հոգին ակնարկեց, հոգին պետք է գենթանանա։ Երկինքի մեջ միայն վերստին ծնած հոգիներ կան, որոնք օրմը, դեղմը, երբ երկրի վրա գաբրեին, ավետարանի բարի լուրը լսեցին Աստուծո սիրուն եւ շնորհքի մասին եւ հավատացին, որ խաչին վրա մեռնող Հիսուս իրենց փոխանորդն է եւ ընդունեցին անոր գդարած փրկագործությունը։ Այսպես ավետարանի խոսքը, որում մեջ կյանք կա, կործեց անոնց ներսիտին եւ անոնց մերած հոգին գենթանացուց։ Նորեն ծնան անոր։ Առաքյալը գսե առաջին Պետրոսի մեջ նորեն ծնած ըլլալով շատ կուզեմ, որ խորհիկ, նորեն ծնած ըլլալով ինչս է, նորեն ով ծնավ, ինչը ծնավ, նորեն ծնած ըլլալով ոչ թե աբագանացու սերմեն, հաբա ան աբագանացու են, Աստուծո գենթանի եւ հավիտենական խոսքով։ Ուրիշ տեղ առաքյալը գսե Հակոբոս իր ուզելովը մեզ ծնավ, ինչպես ճշմարտության խոսքով, Հակոբոս 1:18։ Երկինքի թագավորության մեջ միայն ու միայն վերստին ծնած հոգիներ կան, որոնք փարավորյալ անաբագանացու մարմիններով դերոջը հետ պիտի ըլլան։ Թող դուր մերելներուն, որ թաղեն իրենց մերելները։ Հիշեմ ցեզի գարմը վիճակներ, որ մերած մարդոց վերակրելի է ըստ Աստվածաշունչի։ Այս մերելներու մեջ դաղանթավոր մարդիկ կան, փարի, ազնվական, ազգասեր մարդիկ կան եւ նաեւ գրոնասեր մարդիկ կան։ Օրինակ մներգայացնեմ ցեզի Դարսոնցի Սողոս, Աբրո ու Կորձո մերելմը։ Լսենք ինչ գսե ան իր մասին, ինչ գսե իր մասին, որպես գրոնասեր եւ հավատարիմ իր ավանդության, Փիլիպեցիս 3:4-6։ Թեպետ ես նույն վստահություն ունի մարմինի վրա, եթե ուրիշ մեկը կգարձե, թե վստահություն ունի մարմինի վրա, այլ ավելի ես, 8 օրվան թլփատված, Իսրայելի ազգեն, Բենյամինի ցեղեն, Եփրայեցիները, օրենքին նայելով Փարիսեցի, նախանցավոր ըլլալու գողմանե եկեղեցին գհալածեի, օրենքին արդարությանը գողմանե անարատ էի, բայց ինչ որ ինձի շահեր, զանիկա Քրիստոսի համար վնաս սեբեցի, բայց իր անցյալը, այդ իր գրոնասիրության մեջ սրդին թիրքորոշումը եւ հոնգե փխած վարմունքը գիշե նաեւ Դիդոսի նամակի մեջ գիշե եւ գսե հոնդերը գուզեմ գարտալ
Դիդոսի նամակի մեջ գսե վասնզի մենք ալ ադեմը անմիտ էինք Բողոս դարսոնցի Սողոս իր անցյալին համար գսե որ մերած էր բայց կործող աբրող խոսող մարդ մներ բայց մերած էր եւ գսե վասնզի մենք ալ ադեմը անմիտ էինք անհնազանդ մոլորյալ եւ զանազան ցանկություններու ու հեշտություններու գծարայեինք Չարությունով ու նախանցով գվարվեինք, ադելի էինք ու մեգս մեկ գադեինք, ավասիկ աբրող ու կործող մերելմը, որ չեր գրնար աստուծո համար աբրիլ, չեր գրնար։ Այդ անցը դարսոնցի Սողոս, գրոնասեր, ասկասեր, մոլերանտ ավանթաբաշտ, օրինաբաշտ, Սագայն փամը պատահեցավ, Դամասկոսի ջամփուն վրա հարուցյալ Քրիստոս կհայտնվի, անոր կհանդիպի, եւ իր անունով կգանչե, այդ գանչին անսալով հնազանդելով դարսոնցի Սողոսին մերած հոգին կենթանացավ, նոր մարդ եղավ, վերստին ծնունդ ունեցավ, նորեն ծնավ, վերեն ծնավ, որ մի ետքը Աստուծո համար ապրելու կսկսի Անոր միտքը, ըսկացումները, խիրջը, գամքը, լեզուն Աստուծո համար ծարայելու կսկսի Անգյարաչ, իր եսին, իր պատկանած համայնքին Բայց ետքը Աստուծո համար Տեր Հիսուսի աշխարհքալու նպատակը այս մերելները կենթանացնելու համար էր Առաջին ատամը մարդկությունը մեղքի մեջ ցկեց եւ զանոնք դարձուց աբրող ու կործող մերելներու սակայն վերջին ատամը Տեր Հիսուս Քրիստոս եկավ կյանք տալու անչսավ ես եկա որբեսի կյանք ունենաք եւ ավելին ունենաք ուրեմն որոնք են եւ ինչպեսի վիճակներու մեջ կգտնվին այն մերելները որոնց համար Տերը ագնարգեց երբ ըսավ Թող դուր մերելներուն, որ թաղեն իրենց մերելները։ Առաջին, մերելան է, որ աստուծո հետ հաղորդակցություն չունի։ Եվ չի գրնար աստուծո համար ապրիլ, անոր գամքին հնազանդիլ չի գրնար, անգարելի է, մերած է։ Աստուծո հետ հաղորդակցություն ինչ կենթատրե, ադի պետք է հասկանանք, որտեղ կործող աբրող մերելներ կգարձեն թե Սուրբ Գիրք մգարտալով, Սաղմոս մգարտալով, Փարի լալով Աստուծո հետ կհաղորդակցին։ Աստուծո հետ հաղորդակցություն կենթատրե որդի հայր հաղորդակցություն, որդի հայր, ոչ թե բարդականություն, գիտակցությամբ եւ մեծ ուրախությամբ անոր հնազանդելու դրամատրություն ունենալ այս կենթատրե Եվ ոչ թե գիրագի եկեղեցի գերտա, հայր մերը կոցքիդ է, ոչ ադիգա չէ, գրոնքին արդակին երևույթներով գբարձենա, այդ պաները երբեք աբահով աբացույցեր չեն աստուծո հետ հաղորդակցության, մարդը աստուծո հետ կհաղորդակցի իր հոգիով, միտքով, զգացումով, գամքով, խիրջով և խոսքով Երբ այս բաները մերած են, ինչպես Աստուծո հետ պիտի հաղորդակցի մարդը, ինչպես։ Պիտի դա իր սորվածը, ինչ որ սորվեր է, օտոմատիկ, պիտի արդասանը, պիտի ըսե, և հետնալ եթե խոսիս այս ճշմարտություններու շուրջ, ես այսպես կհավատամ կսե, մերած է ինքը, մեղքերու և հանցակներու մեջ մերած է, ես այսպես կհավատամ կսե։ Ուրեմն պետք է կենթանանա, հոգին պետք է վերեն ծնանի, որպեսզի կարենա որդիական հաղորդակցություն ունենա եւ Աստուծո համար ապրիլ, հարցը հոս է, հարցը Աստուծո համար ապրիլ է, հոս է հարցը, չի գրնա, պետք է հոգին կենթանանա։ Երկրորդ, մերելան է, որ մեղքին քերին դարձած է։ Պողոս առաքյալ Եփեսացված հավատացյալներուն անցյալի կյանքը նախքան Քրիստոսի հավատալը իրենց վիճակը կնկարագրե։ Մեգեն 5 համարներու մեջ եւ գսե թուք
հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք։ Եվ ցած մը ներկայացնե հոն, որ իրենց վարմունքը, խոսքերը, արարքները եւ այլն ամենը կներկայացնե։ Մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած կնշանակե մեղքի իշխանության անոր զորության դակ ապրիլ, մեղքին քերին դառնալ, մեղքը այսինքն իր մեջ եղող մեղավոր փնության եսին քերին դառնալ։ Այս մերելները գաբրին ու գործեն չարին աստեցության դակ, իրենց խապեպա սիրդեն առաջնորդվելով գաբրին միայն, իրենց եսը քոացնելու համար գաբրին։ Այս տասագարքի պատկանող մարդոց մեր դերը գիտեք ինչ սավ։ Հիսուս շատ դժվար մարսելի խոսքեր սավ, այսօր ովևէ գրոնական ասե չափազանցած չեմ լար, եթե ոչ թե կփանդարգեն, ինչեր գնեն։ Նայեցեք, լսեցեք ինչ սավ Հիսուս այս տասագարքի մարդոց, որոնք կորձող ու ապրող մերելներ են, գսե, ձեպած քերեզմաններու նմանցուց, գսե, որոնք թուրսեն քեղեցիկ երևնան, եւ ներսեն մերելներու ոսկորներով եւ ամեն երբ բղծություններով լեցուն են, Մատթեոս 23-27, այս է մարդը, երբ անոր հոգին մեռած է, երորդ մերելան է, որ հոգևոր աստվածային ճշմարտությունները կամ բաները ինչ որեն է չհասկնար։ Պողոս առաքյալ այս ճշմարտությունը հաստատելով հիշյալ տասագարքի պատկանոները գոչե շնչավոր ու մարմնավոր։ Հռոմայացիս 8:5-ն, եթե գարտանք 5-8-ը, լսենք ինչ կսե։ Քանզի մարմնավոր եղողները մարմինին բաները կմտածեն, ու հոգևոր եղողները հոգին, որտեղ հոգին կենդանի է, կենդանի եղող բանի մասին կմտածեն, բայց եթե մեռած է հոգին, մարմինը որ գաբրի, անոր մասին պիտի մտածեն։ Ուրեմն հոգևոր եղողները հոգին, վասնզի մարմնավոր խորհուրդը մահ է, եւ հոգևոր խորհուրդը կյանք ու խաղաղություն, քանզի մարմնավոր խորհուրդը Աստծո թեմ թշնամություն է, վասնզի Աստծո օրենքին չի հնազանդիր, մանավանդ չի գրնարալ, չի գրնար, որքանալ թաստիարագես, որքանալ գրթես, մարդը գրթության բեք չունի, թաստիարագության բեք չունի, մարդուն հոգին պետք է կենթանանա, անորամար մարգարեն ալ գսե եթոպիացին մորթը գարելի է փոխվի, եթե սևամորթ մեր մեջ սևամորթ չունենք, եթե սևամորթի մը փերենք, աղվոր մը լոկցնենք, աղվոր բատ հալեբի գար օջաները կան, գիտեք կանանչ, աղվոր մը լոկցնես, վրային ալ կեսեն ես աղվոր մը կփոխե մորթը, չի փոխվի։ Պետք է գենթանանա, եւ առաքյալը գսեոս, բասնզի մարմինով եղողները չեն գրնար Աստուծո հաջոլա, բայց թուք մարմինով չեք, հապա հոգիով։ Աստվածային բաները շնչավոր, մարմնավոր մարդուն խորտ կթվի եւ հիմարություն, սա ասմարդ ինչ կխոսի ինձի։ Ան աստվածային օրենքներուն չի գրնար հնազանդիլ եւ Աստծո համար ապրիլ, որովհետեւ միտքը խավար է, հոգին մեռած է։ Իսկ լուսո որդիները գրնան փորձառությամբ հայտարարել, ինչ որ դարսոնցի Սողոս հայտարարեց։ Քրիստոս կենթանի է իմ մեջս, ես հիմա որ մարմինովս գաբրիմ, Աստուծո որդուն հավատքովը գաբրիմ, Քահանացիս 2:20։ Որքան ցավալի է հոգևորապես մեռած մարդուն վիճակը։ Թող դուր մերելներուն, որ թաղեն իրենց մերելները։ Մեր դիրոջ ագնարգած մերելները անցնասեր են, միայն իրենց անցին համար գաբրին։ Այս աբրո ու կորձո մարդոց զրակիրներու մեջ, իրենց հաշիվներու մեջ զասված թուրս սրած են, թուրս։ Զիրենք ըստեղ ձողին, որոնց յանքը անոր ցերքերու մեջ է, բաժին չունի։ Թուն դեղդ նստե, մի խարդվիր, ես հոսեմ, ես ուզածից պես պիտի ապրեմ։
Բայց եթե պետք է լա գան չէ։ Եվ գմեղատրե ինչու ասված ուր է, ինչու այսպես սրավ, ինչու այնպես սրավ, եւ այլն եւ այլն։ Եվ ամեն բարիկներ գվայլեն այս մարդիկը զիրենք ստեղծող Աստծո գողմե եւ շնորհակալությունը չեն հայտներ։ Thank you չեն ասեր։ Իսկ որ շուրջիներուն այդ հաղորդակցության մեջ է փոքր բարիկի մը փոխարեն շնորհակալ եմ, thank you գսեն։ 10 անգամ շնորհակալ եմ գսեն։ Եվ այսօր մայրեր իրենց փոքրիկներուն այնպես մգտաստիարակեն thank you սեցակուգս thank you սենայ փամբը thank you սե ուղերնի գլավան անորամար բզդիկ բանին thank you գսեն սխալ չէ ադի չէ Աստծո բեք չէ շնորհակալություն հայտնենք իր բազմաթիվ օրհնություններուն բարիկներուն համար անշուշտ պետք է շնորհակալություն հայտնենք այնպես որ այս մերելները այս տասագարքի պատկանող մարդիկ փառք ուտանք որ շատեր գենթանացան ինչպես օրինակը բերի դարսոնցի Սողոսի դերը գամիկալ շաբաթ պիտի շարունակենք այս նյութը եւ հավելվածական գարկը գեդերալ վեր պիտի առնենք այս աբրող ու կորձող բերելներուն առողջությամբ բայց պիտի շեշտեմ Դեր Հիսուսի խոսքը Թուն եկուր իմ յետևես Ցիկե մերելներ վերելեր թողտարեն Թուն իմ յետևես եկուր Դերը գոչ կնե Սիրելի բարեկամ դերը քեզյալ գոչ կնե որ անոր հետևիս Եվ եթե ընդունիս այդ գոչը ան քեզ պիտի գենթանացնե ոչ հովիվոտ ոչ համայնքդ ոչ ով լա թողլա ան գենթանացնե Աստված գենթանացնե մարդուն հոգին եւ կյանք ուտա Հագարակ բարակային եթե մերժես թունալ աբրող ու կորձող մերելներու տասագարքի մեջ պիտի մնաս Անցիդ համար պիտի ապրիս Աստծո համար չես կրնում Անցիդ համար պիտի ապրիս եւ թուն քեզի պիտի մխիթարես ես Փարիզ սիրտ ունեմ ես եկեղեցիս կերտամ ես այսպես կավադամ ես այնպես կավադամ խապեպա եւ չար սիրտեն ներշնչված ասորանոր գնայի ես ամենեն լավ եմ օքեյ վերջացավ ոչ եթե այդպես անես հավիդյան Աստծուց մեհերու պիտի լաս ընդրությունը քուգդե լրջորեն պետք է խորհիս այս ճշմարտություններով շուտ եւ իմաստուն թիրքորոշում առնես առաջ որ հավիտենականության անցնես որ տասագարքին կպատկանես իրավ թուն քեզի հարցուր Աստծո համար գրնաս ապրիլ այսինքն անոր խոսքին հնազանդիլ ենթարկվել անոր գսեմ ու գսեմ փերնից մեծ զամոն բիդլա Գիրագի եկեղեցի աջախելը Աստծո համար ապրիլ չէ Ադիգա պան չէ հաստատուն վգայություն մը չէ հաստատուն հիկ մը չէ Ամեն օր Աստծո համար պիտի ապրիս Այնպես որ այս ճշմարտություններուն արչև սիրտդ մի խստացներ ինքնարդարությանդ մի վստահիր վարգյան մարաջ եթե քիդագից ես սեով դեր իմ մերած հոգիս կենթանացուր Ես դարսոնցի Սողոսի պես եմ Գգարձեմ որ քեզի լավ բան բգնեմ հոգիդ պետք է կենթանանա միտքդ հոգևոր այդ ընդունակությունները Երանի թե այս ճշմարտությունները Սուրբ Հոգին սրտիդ մեջ թրոշմե եւ թուն խորհիս լրջորեն Դերը գամի կալ շաբաթ կշարունակենք Աստծո շնորհքը ձեր բոլորին հետ լա Շնորհակալ ենք Տերոջմեն, որ մեզի համար հոժարեցավ իր կյանքը խաչապայտին վրա զոհելու, որպեսզի մենք մեր մեռած կյանքեն փրկվենք եւ նոր ստեղծված մլանք իր բարքին համար։ Բիդի վերջացնենք երկելով 335-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոթքով բիդի փակենք։ Հոն մոտ խաչին ուր փրկիչ մերավ Հոն թողություն խնդրեցի անցկավ
Սուրբ Ըրգից մեռավ, ոն թողություն խնդրեցի անցկար, ոն իր արյուն սրտի սրսկվեցավ, Փառքիր Սուրբ անվան, Փառքիր Սուրբ անվան, Փառքիր Սուրբ անվան, ոն իր արյուն սրտի սրսկվեցավ, Փառքիր Սուրբ անվան։ Ինչ հրաշալի փրկիչ է Հիսուս, զիս խավարեն գողադրեց իլուս, ատ կպնագին է ինչ օգտուս, Փառքիր Սուրբ անվան, Փառքիր Սուրբ անվան, Փառքիր Սուրբ անվան, ոն իր արյուն սրտի սրսկվեցավ, Փառքիր Սուրբ անվան, ողջություն ինչ անգիր աղբյուր, ուրախ եմ որ լավաց մեղքեր սպյուր, ոն կփրկե կպահե մաքուր, Փառքիր Սուրբ անվան, Փառքիր Սուրբ անվան, Փառքիր Սուրբ անվան, ոն իր արյուն սրտի սրսկվեցավ, Փառքիր Սուրբ անվան։ Այս աղբյուրին եկուր մեղավոր, ցկե ոտքին տակ մեղքեր բոլոր, ոսկը դիր կյանք երջանի գանթոր, Փառքիր Սուրբ անվան, Փառքիր Սուրբ անվան, Փառքիր Սուրբ անվան, ոն իր արյուն սրտի սրսկվեցավ, Փառքիր Սուրբ անվան։ Կուզեմ բահմը աղոտքի ժամանակ տալ, եթե մեր մեջ մեկ հոգի գա, որ անդրադարձած է, որ իր հոգին իրապես մեռած է, չի կրնար Աստծո համար ապրիլ եւ կուզե Տեր Հիսուսը հրավիրել սրտի մեջ։ Հետևյալ աղոտ կդրե հավատքով։ Ըսե Տեր Հիսուս, այս պահուս քեզի գուքամ, գնդունի, որ իմ հոգիս մեռած է, ես իմ եսիս համար գաբրիմ, եւ իմ մարմինին ցանկություններուն քոացում դալու աշխատի միայն, չեմ գրնար քեզի համար ապրիլ, ները ինձ Տեր Հիսուս, եւ այս պահուս կհրավիրեմ սրտիս մեջ եկուր զիս կենթանացուր, եւ այսուհետև կուզեմ քու զավակը դլալ եւ քեզի համար ապրիլ, քու փառքիդ համար կխնդրեմ, ամեն։ Ամեն։ Տեր Հիսուս փառք կուտանք ներկայության համար, խոսքիդ համար, շնորհակալ ենք, որ քու խոսքդ կենթանի է, զորեղ է, եւ մարդոց մեռած հոգիները միայն քու խոսքդ գրնա կենթանացնել։ Գաղութեմ Տեր, որ կործե բոլորիս մեջ եւ լավ որ Տեր արդարության ջամփաներու մեջ քալելով քեզի փառք բերող զավակները լանք։ Շնորհակալ ենք քու սկանչելի կործերուդ համար, թուն փյուրավորներու մեռած հոգիները կենթանացուցած ես եւ անոնք քեզի համար աբրած են ու գաբրին դագավին, ամեն ասկե, ամեն ցեղե, ամեն լեզվե։ Գաղութեմ ով Տեր, մեր հայ ասկին, մեր ժողովրդի մեջ ալ շատ աբրող ու կործող մերելներ կան։ Անոնց ալ Տեր թուն այցելե եւ քու սիրովդ քեզի քաշես։ Փառքիդ համար կխնդրեմ։ Ամեն։